Երկրորդը, ինչ արժեք դնենք։ Բնականաբար շատ կարևոր է, թե ինչ արժեքով ես դու հանդես գալիս Upwork-ում։ Միանգամից ասեմ, որ կան երկու տեսակի արժեքներ, որ նշում ենք։ Առաջինը այն արժեքը, որ նշում ենք մեր profile-ում, այսինքն մեր profile cost-ը կամ hourly rate-ը, դա ժամական, մեր աշխատանքի ժամական արժեքն է։ Բայց բացի դրանից, ցանկացած այլ աշխատանքի դիմելու ժամանակ մենք նորից մենք գրում ենք կոնկրետ այդ աշխատանքի համար, մենք ինչքանով ենք պատրաստ աշխատել։ Կան աշխատանքներ, որոնք ֆիքսված վճարով են, կան աշխատանքներ, որոնք ժամական վարձատրությամբ են, դրա մասին նույնպես կխոսենք։ Ցանկացած ոլորտում, թե օֆլայն, թե օնլայն, գործում է հետևյալ մեթոդը։ Մարդիկ կամ բարձր rate են նշանակում, հա, իրենց կամ աշխատավարձ կամ ժամավճար, եթե ունեն լավ փորձառություն, կամ մարդիկ, ովքեր չունեն դեռևս լավ փորձառություն, լավ feedback-էր, հա, լավ reference-ներ իրենց նախկին գործատուներից, ապա իրենք այդ աշխատանքը շահելու համար ցածր արժեք են նշանակում։ Հիմա, եթե դուք չեք իհարկե աշխատել ձեր ոլորտի խոշորագույն լիդեր ընկերություններում, ասենք, չգիտեմ, տարիներ, որ դա մենակ գրեք ձեր profile-ում, դա արդեն ձեզ տալիս է հնարավորություն շատ բարձր rate դնել, որովհետև դա խոսում է ձեր պրոֆեսիոնալիզմի փորձի մասին։ Եթե այդ տարբերակը չի, ապա ես շատ խորհուրդ եմ տալիս Upwork-ում սկսելու համար դուք ցածր rate-եր դնեք, հա։ Ցածր rate, երբ որ ես խոսում եմ, ես չեմ խոսում ամսական 150,000 դրամի մասին, հա, եւ 160 ժամ աշխատելու մասին։ Ես խոսում եմ օրինակի համար ժամական 5.5-6 դոլարի մասին։ Ես սիրում եմ օգտվել կալկուլյատորից, հա։ Եթե մենք 6 դոլարով ենք օրինակի համար աշխատում, ինչը Upwork-ի համար համարվում է շատ ցածր rate, ոչ թե ամենացածրը, եթե չեմ սխալվում, ամենացածրը 4 դոլարն է։ Բայց եթե մենք 5 դոլարից ենք ուզում, 6 դոլարից, 5.5 դոլարից ենք ուզում սկսենք, եւ դա բազմապատկում ենք մեր full time աշխատանքով, որը շաբաթական 40 ժամ է, այսինքն ամսական 160, 168-ից 176 ժամ, 168 անենք, ապա դա գալիս է 1008 դոլար, այսինքն նույնիսկ ամենացածր rate-ով դնելուց, ամենացածր rate-երից մեկով աշխատելուց, օրինակ, որը 6 դոլարն է, հա, դուք արդեն հանգիստ ամսական ձեր 1000-ից ավել դոլարը կկարողանաք աշխատել, բայց դա թույլ կտա մրցակցային առավելություն ունենալ, որովհետև եթե նույն աշխատանքը անում է մեկը 8 դոլարով ու դուք անում եք 5 դոլարով, օրինակ, բնականաբար պատվիրատու ձեզ կտա այդ աշխատանքը, լավ, դա rate-ի հետ կապված, բնականաբար հետո կկարողանաք արդեն ավելացնել, էլի մատիտիկի օգնությամբ դուք կկարողանաք ավելացնել ձեր rate-ը, տեսեք, ինչպես ես նշում էի, ցանկացած rate, որ դուք նշեք, դա 40, իմ դեպքում 40-ը, 10%-ը Upwork-ը վերցնելու է կոմիսիա, վերևում երևում է ինչքան է պատվիրատուն վճարում, մեջտեղում երևում է Upwork-ի կոմիսիան, ներքևում երևում է ինչքան եք դուք արդեն ստանալու։ Միանգամից ձեզ ուզում եմ ասել, տեղեկացնել, որ Upwork-ը ամենավերջում նույնպես պահելու է 20% tax։ Սենց բան չի եղել, սա վերջին մի տարում է ավելացել, բայց էլի դուք տեղյակ լինեք ու հաշվի առեք, որ դուք նաև գումար եք կորցնելու այդտեղ, այսինքն ձեր աշխատանքի 10%-ը, չգիտեմ, 5 դոլարով աշխատեցիք, 4 ու քանի ստացաք, աշխատեցիք, ասենք, 100 դոլար հավաքեցիք, կուտակեցիք ձեր Upwork-ում, վերջում, եթե դուք ուզեք ձեր գումարները հանեք, ապա 20% նորից այդ 100 դոլարից 20 դոլարը մնալու է Upwork-ին եւ մնացած 80 դոլարը դուք կարողանալու եք հանել։ Հանելը նույնպես ունի վճարներ, դրա մասին կխոսենք գումարները հանելու բաժնում, հա։